Փառքնեժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնա ծռերին։ Ինչ է սպասվում մեզ, եթե իշխանափոխություն տեղի չունենա։ Ինչ ասել է իշխանափոխություն։ Այսինքն այսօրվա կառավարությունը եւ այսօրվա խորհրդարանը մնա նույն որակների մեջ։ Այսօրվա խորհրդարանը ես միշտ շեշտել եմ, որ սա այն խորհրդարանն է, որը հանդուրժել է, որը կազմակերպել է Արցախի հայաթափումը, որովհետև Արցախի հայաթափումից հետո 23 թվականի 2000 այս խորհրդարանը պետք է գոյություն չունենար։ Չնայած 44 օրյա պատերազմից հետո էլ պետք է sense խորհրդարան չձևավորվեր։ Ինչ կլինի, եթե հանկարծ մնան նույն խաղացողները կամ նույն ռեժիմը, ռուս-թուրքական ռեժիմը։ Մենք բազմիցս լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր հանցավոր, հայատյաց, ցեղասպան որոշումները կայացնելիս կամ մտքերը արտաբերելիս միշտ ասում է. ես լեգիտիմ ընտրված վարչապետ եմ։ Ասեմ, որ ես չեմ լսել, որ երբևէ Ռոբերտը կամ Սերժիկը ընտրակեղծարարություններից հետո, ինչպես Նիկոլն է կեղծել ընտրությունները, ռեժիմը նույնն է մնացել։ Այսինքն ոչ թե Նիկոլն է կեղծել, Նիկոլի համար կեղծել է այդ ռեժիմը, որը կառավարվել է, կառավարվում է Կրեմլի կողմից մինչև պահը։ Բայց քանի որ Բաքվի ու Անկարայի դիրքերը շատ են մեծացել, նրանք ազդում են Կրեմլի վրա եւ Կրեմլի որոշումներն էլ են դառնում արդեն տրկահապատակ։ Բայց այնուամենայնիվ էլի առանց Կրեմլի միջնորդության թուրքերը չեն կարողանում դեռ իրենց ուզածին այստեղ ուղիղ այսպես հասնել։ Մանր մունր հարցում։ Եկեղեցիք քանդեն, Նիկոլին կասեն ձենդ կդրի, ձենը կդրի։ Արդարացու կարդարացնի։ Տեսեք, Եվրոխորհրդարանում որոշում են կայացրել, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները, ասում է Եվրամիության դեսպանին կանչել են արտգործնախարարություն Ադրբեջանի, թե ոնց թե հայերի բանը մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի, հայերը պետք է վերադառնան իրենց իրավունքներով։ Այսինքն եթե Նիկոլը ձեն չի անում, եվրոպացի, դու ինչի ես ձեն հանում։ Այսինքն Նիկոլին կարողանում են լռեցնել, բայց արի ու տես եվրոպացուն չեն կարողանում լռեցնել։ Ես նույնիսկ ասեմ, մեր թշնամի պետության սոխագներից մեկը Զախարովան, անգամ Զախարովան Արսեն Թորոսիգին քննադատեց։ Հայ եկեղեցին քանդելու համար, երբ որ Թորոսյան Արսենն ասեց Ադրբեջանը ինքը իր տարածքում ինչ ուզի կարող է անել, Մարիա Զախարովան ստորացրեց։ Բայց ոչ թե ինքը դրանով հայ ժողովրդին աջակցեց։ Մենք շատ լավ գիտենք Մարիա Զախարովի նախնիները ցարական Ռուսաստանի ժամանակ, բոլշևիկյան Ռուսաստանի ժամանակ ինչ օին են բերել մեր եկեղեցու գլխին, ինչպես են կասեցրել գործունեությունը, ունեցվածքը բռնագանձել, թալանել, կաթողիկոս խեղդամահարել։ Մենք հո գիտենք, որ դա իրենց ծրագրավորած ու ձեռքի գործն է, բայց խաղում են այնպիսի բան, որ իբր այդ Նիկոլը մերը չի։ Մենք տեսեք քննադատում ենք, դա արևմուտքի Նիկոլն է։ Այդ տեսեք արևմուտքի Նիկոլը ձեր ինքնության կամ պատմամշակութային հուշարձանների հանդեպ անտարբեր է։ Իսկ թասիբ չունի։ Բա Զախարովա, այդ ո՞նց եղավ, որ եվրոպական խորհրդարանը հանկարծ որոշում կայացրեց, որ հայերը պետք է ազատ վերադառնան իրենց երկիր, իրենց տուն եւ տերը լինեն իրենց պատմամշակութային ժառանգության։ Ո՞նց հասկանանք դա։ Թրքաբարո Զախարովա։ Մենք բազմիցս լսել ենք, որ Նիկոլը բացի այն, որ ասում է ես լեգիտիմ, րոպե մեկ, էլ եմ ասում եմ, ոչ Քոչարյանը Ռոբերտը, ոչ Սերժիկ Սարգսյանը, նրանք լավ գիտեն, որ իրենք կեղծել են ընտրությունները, դրանց չէին թեթևանում, էժանանում, ասեն մենք լեգիտիմ ընտրված դրա համար կարանք այս որոշումը կայացնենք, կարանք այն որոշումը կայացնենք։ Բայց Նիկոլը ամեն առիթի եւ անառիթ լեգիտիմությունը իրա բարձրաձայնում է։ Երբ որ մի բանի մասին շատ են խոսում, նշանակում է դրա խնդիրը կա։ Ինքը խոսքով է ուզում դա բերել տեղը դնել։ Ուրեմն ինքը լեգիտիմ չի, որովհետև այն ինչ որ ինքը խոստացել էր, ինքը դրա հակառակն է արել։ Շատ լավ հասկանում ենք մենք բոլորս, չէ՞։ Բայց վտանգը որտեղ է, եթե սա հանգարց մնա իշխանության։
ինքը անմիջապես օրենսդրական փոփոխություններով իր ցանկացած որոշում կդարձնի օրենքի ուժ կդա եւ կասի որպես ընտրված լեգիտիմ վարչապետ ես ինչ ասեմ ժողովրդի սրտով է։ Հիշում եք մի անգամ պատերազմից հետո նոր էր պատերազմը, եթե ես ինչ-որ բաներ սխալ եմ անում, դա մենակ իմ մեղքը չի, դա ժողովրդի մեղքն է, որովհետեւ ժողովուրդը ինձ դրա համար լիազորել է։ Երկաթի մանդատ է տվել, Պողբատի մանդատ է տվել։ Հիմա էլ սահմանադրական իրավունքի մանդատ է ուզում, որ թուրը հանի, սկսի կոդորելը մեզ, որ որից է մեկը չկարողանա դեմ գնալ։ Ինչ Պողբատ, ինչ երկաթ։ Ինքը կեղծելով ընտրությունները, ինքը միայն կեղծելով կարող է մնալ որպես վարչապետ։ Տաշիր Սամոն կեղծելով կարող է գնալ խորհրդարան։ Ռոբերտ Քոչյանը կեղծելով այդ կարգի ադելություն ունեցող Ռոբերտ Քոչյանը չէր կարող խորհրդարանում հայտնվել 21 թվին, որ հայտնվեց։ Հիմա սա, եթե անցան այսինքն այս թիմը, այս ռուս-թուրքական դաշինքը, ինչ որ հիմա կա, ասենք Սերժինքը փոխարինի Տաշիր Սամոն ու նորից մտնի խորհրդարան, պլանավորումը այդպես է լինելու։ Եթե մտան խորհրդարան, Նիկոլը սկսել է որոշումներով իր հանցագործություններին օրենքի ուժ տա։ Ու եթե հանգարց մեկը զգաց, որ դա իր իրավունքներին կամ իր անվտանգությանը վնաս է, ասենք ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցիների գալը, նրանց իրենց անվտանգային համակարգի աշխատողների գալը, նրանց հանգարց վեճ առաջանան այդ անվտանգային աշխատողները պետք է ծեծեն, ջարդեն, պաշտպանեն իրենց քաղաքացուն։ Հասկանում եք, մսկիթների կառուցումը վզներից դնի հարկերը բարձրանալու են մեր երկրում։ Եթե մենք ընդունեցինք Արցախը Ադրբեջան է, մենք խաղաղ չենք ապրելու, մենք սոցիալապես տկար ենք լինելու, որովհետև մենք այնքան փող ենք տալու, արդեն 150 միլիարդի մասին դատարանում կա միջազգային։ Այդ փողը տալու համար մենակ։ Էլ չասած որ մսկիթներ, ու մենք էլ այդ 300,000-ին պետք է պահենք։ Իրենք արժանապատիվ պետք է ապրեն։ Մենք ունենք 27-ից 30% չքավորություն, մենք այդ չքավորների թիվն ավելացնելու ենք, նրանց չենք պահելու։ Ադրբեջանցիների համար նորմալ պայմաններ ենք ստեղծելու, բարձր աշխատավարձով աշխատատեղեր, բարձր թոշակ, ընդգծված։ Հասկանում եք, եթե այդ 300,000 ադրբեջանցու մեջ կա թոշակառու, որի թոշակը արժանապատիվ պետք է լինի, կարող ասի $1000 համարժեք պետք է լինի։ Արժանապատվությունը դրա մեջ է։ Ասենք Ալիևը կարող է պարտադրի։ Նիկոլն կասի դե որ ասում ես կանեմ։ Հայաստանի քաղաքացի քոնը պետք է սարքի $1000 օրինակ։ Ուզենալ չի կարողանա։ Այսինքն այդ ձեր ասած, ձեր պատկերացած խաղաղությունը դա ինքնասպանություն է։ Եթե դու համաձայնվես, իսկ եթե կռիվ տաս, դու կփրկվես։ Եթե կռիվ չտվեցիր, ասում եմ Նիկոլը օրենսդրական միջոցառումներով իր բոլոր ապօրինությունները բռնելու է սարքի օրենք, ու եթե դու ընդվզես, ոստիկանին վերելու է գլուխը ջարդել տա, ասի դու դեմ ես մեր որդեգրած քաղաքականությանը։ Ինձ ժողովուրդը լեգիտիմ ընտրել է, դարձրել է վարչապետ, ու ինձ իրավունք է տվել, ինչ ուզեմ կանեմ, եթե մեկը դեմ եք, ուրեմն դեմ եք պետությանը։ Ոնց որ հիմա խոսում ենք այդպես։ Չէ՞։ Այն թրքաբարո Ռուբեն Ռուբինյանին քննադատեցին, չէ՞, ասեցին ոնց թե էս ինչ եք խոսում, էս ինչ եք անում ցեղասպանությունից կամ չգիտեմ Արցախի այդ ժառանգությունից կամ Արցախը ասում ոնց եթե մենք որթեգրել ենք մի քաղաքականություն, որը տանում է իբր այս բանի կարգավորման, դուք ոնց կարող եք դրան հակառակ բան խոսել։ Այսինքն այս տպարությունն է, որ մեր կառավարությունը ամենագիտակն է եւ նրան որից է մեկ հակառակվելու բան չկա։ Բա ժողովուրդը ոնց է իր իշխանությանը գաղտնիքեց անելու։ Բա ընտրել է ու ասենք աշխարհում տարբեր երկրներում էլ կարա, չէ՞։ Հիմա ոնց են Թրամփին անընդհատ ցույցերով ուզում են ասեն տղա դու քո տեղում չես։ Չէ՞, ժողովուրդը դուս է գալի իմբոստանում է, ամեն շաբաթ կիրակի ցույցեր են Ամերիկայում։ Թրամփի դեմ։ Մասսայական։ Տեսել են որ այդ մարդը այն չի, ուզում են հանեն։ Բայց մենք օրենքով մեզ արգելելու է Նիկոլը։ Եթե դարձավ վարչապետ, մեզ արգելելու է որ մենք դուրս գանք փողոց, ասենք Նիկոլ դու այս բանը սխալ ես անում։ Մենք դրա իրավունք չենք ունենալու։ Ինքը իրեն իր իսկ ստեղծած օրենքներով պաշտպանելու է։ Եվ ասեմ, այդ ադրբեջանցիները, որ եկան այստեղ, դրանց մեջ լինելու են հատուկ ծառայության աշխատակիցներ, որոնք հայ ոստիկանի հակամ համազգեստով մտնելու են մեր մեջ։ Եթե հայ ոստիկանը կարող է իր ծնողը տեսնի ցույց է անում, ասենք թեկուզ դիմակավորված լինի, չգնա խփի իր ծնողին, գոնե իր ծնողին խնայի։ Թուրքը չի խնայելու։ Դիմակը հագցնելու են, դու չես իմանալ, դա հայ է թե թուրք։ Ասել մտեք ու ջարդեք այդ ցուցարարներին, այդ դեմ գնացողներին։ Ինքն արդեն դրանց ստեղ բերած է լինելու։
Այսպես բաներ են տեղի ունենալու ձեր հետ, որովհետև երբ որ Եվրոպան կամ աշխարհի մեկ այլ ժողովրդավար կառույց բարձրաձայնում է Ալիևի հանցանքների մասին, որի մասին մերոնք լռում են եւ ասում են հանուն խաղաղության է սա արվում, Ադրբեջանը խառնվում է իրար։ Բայց պատկերացրեք, եթե մենք սկսենք այդպես աշխատել եվրոպացիների հետ։ Մենք ունենք չէ աջակից, բայց չենք օգտվում այդ աջակցի ծառայությունից։ Դրա համար պետք է այդպես իշխանություն ձևավորել։ Այսինքն ազգային ժողովրդական բևեռի պես իշխանություն պետք է ձևավորենք։ Իմիջիայլոց մերոնք պարոն Պապյանը եւ պարոն Չուկազյանը 3 թե առաջ օրը Եվրոպայում նորից մասնակցել են աճ պահպանողականների համաշխարհային այդ կառույցի ժողովին, որին անդամագրված է մեր քաղաքական թիմը եւ մեր կապերը եվրոպական լուրջ քաղաքական կուսակցությունների հետ ամրանում են եւ հետագայում մենք կարողանալու ենք եվրոպացիների աջակցությունը օգտագործել հակաթուրքական process-ների համար։ Մենք մենակ ինքնուրույն։ Նիկոլ մեզ ասել է, մենք թույլ ենք, թուրքերը շատ են, ինչ ասեն, պետք է ընդունենք։ Ուկրաինացիներն էլ էին քիչ, ռուսները շատ։ Բայց ինչու չկռացան։ Որովհետև գնացին դիմեցին հակառուսներին։ Մենք էլ պետք է հակաթուրքերին դիմենք։ Ոչ թե ասենք, վայ մենք քիչ ենք, վայ մենք խեղճ ենք։ Թուրքն ինչ ասի պետք է անենք, այլ մենք պետք է գնանք գտնենք մարդիկ, Թուրքիան թշնամիներ չունի։ Այնքան ունի, Թուրքիայի չափ թշնամի աշխարհում ոչ մեկ չունի։ Գնացեք Թուրքիայի թշնամիներին գտեք եւ հետները համագործակցեք, որ մենակ չմնաք։ Որ չասեք մենք 3 միլիոն ենք, նրանք 80 միլիոն են։ Գնա համագործակցի դարձի 300 միլիոն, թող Թուրքիան մնա 80 միլիոն։ Այսպես պետք է աշխատել, ոչ թե վախ, վայ, այսպես արեցիք թուրքերը մեզ էս կանեն, վայ, այսպես արեցիք թուրքերը կգան էս կուզեն։ Աշխարհում ամենաշխատը չինացիներն ու հնդիկներն են։ Այսինքն մենք որտեղ ինչքան չինացի ու հնդիկ տենանք, պետք է խոնարհվենք, որ իրենց քանակը շատ է։ Այս քաղաքականությունը ստորացնող, վախեցնող պետք է վերջ տանք։ Ասում եմ, եթե ամեն ինչ սենց շարունակվի, ընտրությունները կեղծվելու է։ Ու ընդունվելու է օրենք, որ դու չկարողանաս բողոքարկելու ձևավորված այդ իշխանությանը, այսինքն նշանակված իշխանությանը դեմ որևէ բան չես կարողանալու։ Օրենքով ինքը արգելելու է, ընդունելու է այդ օրենքները։ Իսկ մինչև դրա դու կարող ես հենց հիմա դրա դեմ պայքարել։ Հենց հիմա բևեռի հետ, ասել թե սասնածրերի հետ, սկսի քո պայքարը եւ ֆինանսական աջակցությամբ եւ մարդկային ռեսուրսով մեր ընտրատեղամասերում ապահովեք մեզ վստահված անձերով, որոնք մեր աչքերը կլինեն այնտեղ ընտրակեղծարարության դեմ պայքարելու եւ եթե հանգարց իրենց կհաջողվի ընտրակեղծարարության գործը ավարտել, փողոցում կանգնել մեր կողքին կամ ֆինանսավորել, որովհետեւ մենք կարողանանք միջոցներ ձեռք առնենք, կարողանանք շարժվել, գնալ, գալ, կազմակերպել, այդ ամեն ինչը ֆինանսական ծախսեր են պահանջում։ Այնպես որ եթե ուզում եք ուժեղ լինել, պետք է եւ մարդկային եւ ֆինանսական ռեսուրս ներդնել այս գործի մեջ։ Ներդրեք ձեր ռեսուրսը, որովհետեւ բևեռը անի այն, ինչի դու կարիք ունես։ Թե չէ, եթե Նիկոլն եկավ, պետք է ասի, եկեք պայմանավորվենք, ոնց որ պատերազմի առաջորդներ ասում, որ ինչ է լինի, մենք հաղթել ենք։ Այսինքն արդեն պետք է մենք հասկանայինք, որ ինքը գնում է պարտության, բայց անունը դնելու է հաղթանակ։ Մեզ նման հպարտ պարտություններ հաղթանակի անվամբ պետք չեն։ Նրա խաղաղությամբ եղեք խոհում